Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 2-ի համար, արդեն սկսեցինք մայիս ամիսը, փոքր ձեռս վիրավոր է, այսօր վառել եմ, 15 մետրանոց սանտավիկ են կպցրել, դե այստեղ նմանատիպ վայրերում, որ ինչ-որ մի բան ես լինում, այստեղ պարտադիր տենց մեծ են դնում, իրանք փոքր չունեն, որովհետև մեծ կարող ես այրվել, դե հատուկ ուսման կենտրոն եմ ևս գնում, Ավստրալիայում, որպեսզի թույլտվությունը կրկնապատկվի, որովհետև նա Ֆրանսիայի մեջ է, սա արդեն Ավստրալիայի մեջ է, ոնց որ հատուկ ինչ-որ թեթև մի բան ես անցնում, այստեղի դիպլոմ ևս ունենալու համար, դե համար այսօր լավ այրվել եմ, արագ չեն իմացել ինչ կսեն, բայց ահա որ էր, վաղուց չի այրվել, երեխու նման սպրտնել էի, դե ինչ արած այրվում ես, այն էլ, որ ես փափուկ հատվածն է լինում, ահագին, այդպես, ոյ, մի հատ էլ տեսնեմ ինչ կողմ անել, մեկ րոպե, ահա, սա վրայից անել էի, բանի բրլյանտովի ռոկանա դարել, այս փափուկ հատվածը, որ այրվում է, արդեն վերջ, գիտեք բոլորդ էլ, որ հատվածում ուզում է լինի, բայց տեղեր կան ձեռքի վրա, ընդհանրապես մարդու մարմնի վրա, որ իրոք այդտեղ բավականին ցավոտ է օրինակ այս մասերը, այստեղ էլ եմ այրվել մի անգամ էլ տենց կլեյով, այսքանը, օրը, ինչ օր է, օրը, մեկ րոպե, ուրբաթ է, դե Եվրոպաներում, դրսերում այսօր աշխատանքային օր չէ, դե իհարկե կախված է թե ինչ ես անում, ինչպես ես անում, ամենայն դեպս ևս ոնց որ նախորդ օրը եթե շաբաթվա, որտեղ 5 օրն են աշխատում, եթե նախորդ օրը կա որևիցե պետական տոն, ապա դրանից հետո, եթե ընկնում է ուրբաթ, այդ օրը ևս չեն աշխատում, հաջորդ շաբաթ ևս նույնն է, մայիսը ընդհանուր առմամբ այսպես է, Եվրոպաներում, դրսերում, ովքեր որ ապրում են, լավ գիտեն, ինչ դժվար է, չի ծալվում, ահա, օրը ուրբաթ է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվում, սիրելիներս մեկնաբանության բաժինը փակ է, բայց այնտեղ կլինեն ժամերը, հանգիստ կարող եք մտնել, նայել ժամերը, սեղմել և նայել ձեր նշանը իհարկե, և մենք կնայենք խոյերին, Ինչ է սպասվում խոյերին մայիսի 2-ին, Հարգելի խոյեր, այդ օրը հեռախոսազանգ կստանաք, որից հետո կարծես թե ուրախանում եք, ինձ թվում է այդ հեռախոսազանգն է պատճառը, տրամադրությունը կբարձրանա, կարող է շատ կարևոր մարդ է ձեզ զանգարում կամ ինչ որ մի կարևոր բան է ասում, որովհետև այդ օրը նաև ունեք որոշ իրադարձություններ, որոնք որ ձեզ հետ կատարվում են ամեն ամիս, հա, կարող զանգարում ասում գումար ենք ուղարկել եւ այլն, գնա ստացի Համենայն դեպս կուրախանաք, նաև նման գործողություն ունեք անելու, կամ նաև կարող է ավարտվել, կամ դա, որ ամեն ամիս լինում է,
կամ վերջին 1 ամսվա որևիցե իրադարձություն, որ կարող է ավարտվել։ Այդ օրը նամակ կարող եք ստանալ SMS-ով, նաև որևիցե փոստաթուղթ կարող եք ստանալ, որևիցե տեղեկատվություն, հյուր կարող եք ընդունել, դուք գնալ հյուր, կգնաք այնտեղ երկար կմնաք, կամ ինքը եթե գա էլի երկար կմնա ձեր տանը։ Նաև յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը պետք է երկար մտածել, հետո անել։ Նաև բամբասանք կամ կգա ձեր տուն հյուրը ուրիշից կբամբասի կամ ձեզանից եմ բամբասում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 2-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև հավատարիմ մտերիմ անձնավորություն կա այդ օրը կարող իր այդ սեղանի շուրջ նստում, նաև ձեր ցանկությունները կկատարվեն, կարող այդ մարդու միջոցով են կատարվում, որ ձեզ համար շատ կարևոր է, շատ հավատարիմ է։ Եվ գումար կարող եք ծախսել, գումարի մասին կարող եք խոսել, ուշադիր եղեք, որպեսզի ինչ-որ մի բան ձեր ձեռքից բաց չթողնեք, այսպես թե այնպես ինքը գնում է, կամ ինչ-որ մեկն է գնալու, կամ ինչ-որ բան կարող է գնալ ձեր կյանքից, կարող դուք անել, կարող է նաև ինչ-որ մի բան ավարտում եք և ուղարկում եք, այդպես ևս։ Եվ բացի դա էլ այստեղ ինչ-որ մի բան չեք կարողանում պինդ բռնել, որովհետև ինքը գնում է, դրա համար ուշադիր եղեք, որպեսզի դա պինդ բռնեք։ Օրվա ընթացքում կարող է ցանկանաք պարկել հանգստանալ, ոմանց համար սա ինտիմ հարաբերություններ է, ոմանք մի փոքր կարող են հուզվել, կամ արտասվեք, չգիտեմ ինչու, կարող է սերիալ եք նայում, որովհետև այստեղ ինչ-որ բաներ չկան։ Եվ դե հնարավոր է նաև այդ ձեր ցանկությունները, որ կատարվում են, դրանից եք հուզվում, չի բացառվում, եւ նորություն կարող եք լսել։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Եվ իհարկե այստեղ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, եւ այդ օրը եւս կարող է կատարվել, հենց դրա մասին կարող եք նշել, որ կատարվում է կամ դա ավարտվում է։ Դա եք նշում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 2-ին։
Հարգելի եկորյակներ, այդ օրը հեռախոսազանգ կստանաք։ Հեռախոսազանգը կամ ինչ-որ անիմաստ մեկն է, կամ շատ կարևոր։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է, որից իրադարձություններ ունենք, բոլորն ունեն։ Ամիսը սկսվել է, բոլորը իրանց վարձերն են վճարում, կարծես թե այստեղ ինչ-որ իրադարձություններ, որոնք որտեղ են ունենում, ձեզ այդ յուրաքանչյուր ամիս կամ դա ավարտվում է, կամ դա տեղի ունենում, կամ վերջին մեկ ամսով ոչ իրադարձություն կարող է ավարտվել։ Եվ ինչ-որ գործեր, այսպես թե այնպես կավարտվի, կգնա այդ օրը ձեզանից, նաև որևիցե հարցին լուծում կտաք, կորոշեք թեկուզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 2-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Նաև որևիցե բաներ կորոշեք, կավարտեք, կվերջացնեք, ինքնիրան կորոշվի, կլուծեք որևիցե հարցեր, իդեպ հաջողությամբ կլուծեք, ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Միայն այստեղ ինչ-որ մի բան կարող է ձեր ձեռքից բաց թողնել, կարող է ինչ-որ վատ առողջ եք, դրանից է, կամ ինքը տենց շատ կարևոր գործ չէր, շատ մնայուն գործ չէր, դրա համար կարող եք ուղղակի ձեր ձեռքից բաց թողնել, դա միայն ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին մայիսի 2-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը ինչ-որ մեկին կարող եք սպասել, ինչ-որ բանի կարող եք սպասել նաև օրվա ընթացքում, սեղանի շուրջ եք նստելու, կարող եք հյուրերին եք սպասում, կամ գնում եք ինչ-որ մի տեղ ընտեղ եք սպասում, նաև
նորություն կարող եք լսել, այդ օրը նաև սուտ կա, կարող է ինչ-որ դրա համար սպասում եք, ինչ-որ մեկին, ով որ ասելա կգամ, բայց սուտ է, հա, չկա։ Եվ ճանապարհ կգնաք, ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կարող են գալ, եթե դուք չեք գնալու, եւ կամ այստեղ, եթե սուտ էր, հույսն ա կորում, կամ ինչ-որ հույս ունեք, որ դա դեռ սուտ չի, կամ որ դա կլինի, հա, ինչ-որ հույսով եք, կամ հույսներ դրեք ինչ-որ մեկի վրա, կամ հույսով սպասում եք, եւ այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին մայիսի 2-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ թաքուն գործողություններ կամ որ անում եք, հյուր կգնաք, հյուր կգա, կամ ինչ-որ մեկը թաքուն կգա, կգնա, ոչ ոքին չեք ասի, կամ դուք կգնաք ինչ-որ միտեղ եւ թաքուն կամ գործողություններ կանեք, կամ իրոք ինչ-որ հյուր կգնաք եւ ոչ ոքին չեք ասի, հեռախոսազանգ ունեք այդ օրը, կամ դուք կզանգարեք, կամ ձեզ կզանգարեն, նաեւ ինչ-որ գործեր են, որոնք որ կարող են գնալ ձեր ձեռքից, ուշադիր եղեք, կամ եթե պետք է գնան, ուրեմն դա ոնց որ դուք եք տալիս եւ հաջողությամբ ավարտում եք ինչ-որ մի բան եւ տալիս եք։ Եվ տան հետ կապված այստեղ իրադարձություններ կան, հնարավոր դրա համար է հյուրը, այստեղ ինչ-որ կարող է թաքուն այնտեղ սյուրպրիզ անակնկալ բաներ է կատարվում այդ առիթի ժամանակ։ Սա նաև վերաբերվում է, որ տան անդամները ձեզ հավատարիմ են, հատկապես մարդիկ ում որ կասկածում եք եւ ձեր մտերիմ մարդկանցով կարող եք հավաքվել տանը։ Այսքանը կամ օգնեն ձեզ տեղափոխության հարցում, ինչ-որ մի բան է տան հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 2-ին։
Հարգելի կշերկներ, այդ օրը որոցյա գործեր կանեք, կավարտեք, ինչ-որ որոշում կկայացնեք, վերջնական կորոշվի որոցյա գործ, որոցյա գաղտնիք կբացահայտվի, իսկ այդ գործը կարող է տան հետ է կապված, կարող վերանորոգում եք անում, տեղափոխություն է եւ այլն, ինչ որ մի բան է, որ կարող է վերջանում է, կամ լուծվում է հարցը տան հետ կապված, կամ առիթ է, ի վերջո բոլոր ամեն ինչ անում եք, պատրաստ նստում եք, ահա, ոչինչ չկա այլ արդեն անելու։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Հյուրեր կունենաք կամ դուք կգնաք հյուր։ Նաև ուշադիր եղեք, որպեսզի չվիճեք ինչ-որ մարդկանց հետ, կարող ուղղակի տուն եք մաքրում, որ հյուրերը գան։ Հույսով լցված եք, հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ձեր ընկերոջ վրա, կամ հույսով եք, որ ձեր ընկերը նաև այդ օրը ձեզ հետ կլինի։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 2-ին։ Հարգելի կարիճներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Ոմանք հյուր կգնան, ոմանց տուն հյուր կգան, գումար նաև կարող եք ստանալ, հանդիպում, շփում ձեզ համար շատ մտերիմ, հավատարիմ անձնավորության հետ, եւ ոչ իրադարձություններ կան, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, կամ կարող է ավարտվում է դա, կամ ավարտվում է վերջի 1 ամսվա ինչ-որ իրադարձություն, որ եթե կարող զբաղված եք եւ այլն, եւ գաղտնիք կբացահայտվի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 2-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամը ձեզ համար շատ կարևոր է, ուշադիր եղեք ինչ-որ տեղից չուշանաք կամ ժամ եք պայմանավորվում որևիցե մեկի հետ, ինչ-որ մի բան է, ժամանակի հետ նաև, տատանվում եք, ինչ-որ հարցեր ծանրութ հետև կանեք, կմտածեք, կգցեք, կբռնեք, ոմանք տուն կարող են մաքրել, ոմանք նաև կարող են վիճել ինչ-որ մարդկանց հետ և որոշ գործեր այդ օրը կավարտեք, որոշ գործեր կլուծվեն, այդ հարցերը կլուծվեն, կավարտեք, կգնա։ Կամ կորոշեք ինչ-որ բան, ինչ-որ հարցի վերաբերյալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 2-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նաև գործնական հանդիպում, գործնական շփում որոշ մարդկանց հետ, կամ գումարի մասին կխոսեք, գումար կծախսեք նաև ոմանք, և այստեղ ինչ-որ հաղթանակ է կամ ցավի գնով է, կամ այն ինչը, որ ձեզ ցավեցնում էր, այդ ոլորտում հաղթանակ կունենաք։ Ինչ-որ մի բան, լավ բան կավարտվի, ինչ-որ լավ բան տեղի կունենա այդ ոլորտը, որը ձեզ ցավեցնում էր։ Եվ այստեղ ոչ իրադարձություններ են, որոնք որ կատարվում են ձեզ հետ յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր այդպես կարող է ավարտվում է դա, կամ վերջին մեկ ամսվա որոշ իրադարձություններ կարող են ավարտվել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 2-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը
Ոմանք սիրային թաքուն հարաբերություններ ունեն, սիրային եռանկյուն հարաբերություններ ունեն, նաև ոչ թաքուն գործողություններ է սա նշանակում, որ դուք կանեք կամ միգուցե ձեր հանդեպ են անում։ Այդ օրը նաև հանդիպում շփում ձեզ համար շատ հավատարիմ, մտերիմ անձնավորության հետ, ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ բոլորին եմ ասես, հա, բոլորին, երևի թե վճարման օր է եւ բոլորը պետք է վճարեն, օրինակ, թեկուզ հենց ինտերնետը։ Որից իրադարձություններ կան, որոնք որ դες տեղ են ունենում յուրաքանչյուր ամիս եւ այս ամիս եւս տեղի կունենան, պետք է անեք կամ վերջին մեկ ամսվա ինչ որ նման իրադարձություն է ավարտվում, սպասում եք ոմանց, եթե բանկ եք գնացել վճարում անելու, ապա այստեղ կարող եք սպասել, եթե բանկ եք գնացել գումար ստանալու հետ կապված էլի եւս կարող եք սպասել։ Հաղթանակած դուրս կգաք ինչ որ մի բան ձեր օգտին կավարտվի, գումար կստանաք, կարող ինչ որ պայմանագիր եք կնքում կամ ձեր մոտից են պատվիրում ի վերջո նամակագրական կապի մեջ կլինեք ոմանց հետ, կարող է թուղթ եք ստանում, որտեղ որ գումար է նշված կամ չեք է կամ ինչ որ թվեր են, որ պիտի գնաք գումար ստանաք եւ կարող եք գնալ ինչ որ միտեղ երկար մնալ կամ ոմանց մոտ գործեր են դանդաղում, ոմանց մոտ գործեր են կանգնած եւ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, հետո նոր արեք, ոչինչ, ոչ մի հարցում մի շտապեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 2-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը կամ սեղանի շուրջ եք նստելու ձեր սիրելի մարդկանցով կամ ձեզ լավ եք զգալու այդ սեղանի շուրջ նստած այդ մթնոլորտից, ամեն ինչից, ուրախ կլինեք։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան։ Նաև ոչ հարցում հաղթանակար դուրս կգաք ինչ որ մի բաննա, ձեր օգտին կավարտվի եւ տան հետ կապված հարցերը կարծես թե այստեղ եթե ունեք, ապա լուծվում են այդ օրը կամ դուք կլուծեք այդ հարցերը կամ ինչ որ մի բան կավարտեք տան հետ կապված այստեղ ինչ որ մի հարց է նաև ինչ որ մի բան կորոշեք, կարող որոշում եք տունը վաճառեք, տեղափոխվեք, այդպես, կամ վերանորոգում անեք, տեղափոխություններ անեք եւ այլն։ Յուրաքանչյուր բան տան հետ կապված կամ կավարտվի կամ վերջնական որոշում կկայացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։